Բարև ձեզ Ֆակտոր TV հյուրը լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանն է, ողջույն Տիկին Ալեքսանյան։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսը կոչ է արել Բաքվին ազատ արձակել հայ գերիներին, նա Ալիևի օգնականի հետ զրույցում օգտագործում էր բանտարկյալներ բառը, բայց ակնհայտ է Հայաստան-Ադրբեջան համատեքստում նա բանտարկյալ բառը օգտագործել է հենց հայ գերիների ազատման իմաստով, որպես իրավապաշտպան ունեք ակնկալիք, որ Միացյալ Նահանգների այս կոչը տեղ կհասնի եւ Բաքուն կկասեցնի այդ դատավարությունը 23 հայերը կվերադառնան։ Կարծեմ Եվրոպայի խորհրդի այդ բանաձևը, որ ընդունվել է, պատանդներ ձևակերպում կար, պատանդներ, իսկ ճիշտ ձևակերպումը դա է։ Չգիտեմ, քաղաքական կա այսպիսի մի տեսակետ, որ շատ հնարավոր է, որ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրելու դեպքում այսպիսի մի քայլ անի Բաքուն ազատ արձակի պատանդներին եւ Հայաստանը դրանով բավարարվի շատ վիճելի մի բան է սա խաղաղության պայմանագրի համատեքստում կարծում եմ սա նաեւ իշխանությունների համար կարևի որ արդարացնեն որը ինձ համար ընդունելի չի միևնույնն է ես պատկերացրեք շատ կողմ եմ որ մարդկանց ազատ արձակեն բայց ոչ այդ գնով այդ բոլոր կետերին այդ համաձայնություն տալով խաղաղությունը, որը կոչվում է պայմանագիր, բայց որևէ մեկը չգիտի թե ինչ պահանջները բավարարվել, տեղեկություն չունենք, մենակ վերջի երկուսի չկա։ Հա, տեքստը չկա եւ չեն ծանոթացնում մարդկանց, այդ թվում նաեւ падգամավորներին չեն ծանոթացնում, թույլ չեն տալիս։ Խիստ գաղտնի է պահվում։ Ընդհանրապես այդ համատեքստում ես չգիտեմ Միջազգային ճնշումը բավարար է, սա ճնշման փորձ որակել արդյոք Բաքվի այս կարծր դիրքորոշումը մի քիչ կնահանջի։ Ես դա չեմ համարի նահանջ։ Սա ուղղակի ես չգիտեմ ինչեր կան այդ խաղաղության պայմանագրի մեջ եւ սա կարող է մի բան շպրտի ուղղակի Բաքուն։ Ընդհանրապես դա կարող է լինի այդպիսի բան, սիկը կան այդպիսի տեսակետներ։ Իշխանավորները, երբ որ հարց ենք տալիս նաև գերիների վերադարձի թեմայով, նրանք ասում են Արսեն Թորոսյանն նաև այստեղ այսօր դա ասում, որ պետք է այս հարցը ավելի շատ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում դիտարկել, այսինքն դրանով միգուցե հնարավոր լինի լուծել վերադարձը, քանի որ եթե հարաբերությունների տրամաբանությունը կոնֆլիկտայինից տեղափոխվի դեպի խաղաղության հաստատում բնական կլինի գերիների վերադարձը, այդ դուք համամիտ եք, որ Ադրբեջանը այս դատավարությունը վրեժխնդրության գործիք է օգտագործում եւ խաղաղությունը միայն կնպաստի ազատման, ինչ եք մտածում։ Ես ելի եմ ասում, այդ խաղաղության պայմանագրում այնպիսի պահանջներ են բավարարվում, որ թեկուզ հայցերի, միայն եթե վերցնենք հայցերի բավարարումը, որ ես չգիտեմ, ասենք, դա բավարարում է արդյոք, ես չեմ համարի, որ դա բավարարում է բոլորովին, որտեվ դեռ մեզ համար անակնկալներ են երևի լինելու այդ պահանջները, ընդհանրապես այդ խաղաղություն բառը այդ պայմանագրին, չգիտեմ, համաձայնագիր է, չէ՞, Համաձայնագիր է։ Ես տեսա ինչ որ գրառում արել Արսեն Թորոսյանը որը շատ զարմացած է, որ խաղաղություն պայմանագրին կարող է ինչ-որ այդ բառը իրանց շատ ոգևորում է, այդ խաղաղություն բառը, որը հետ կապված ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ ես ակնկալում եմ, որ կլինի, էլի։ Իրենք չեն երաշխավորում, որ դա խաղաղություն է բերելու այդ։ Չէ, բազմաթիվ անգամ լսել ենք Ալեն Սիմոնյանից, որ չի երաշխավորում, որ սա կարող է պատերազմ չբերի եւ այլն բայց իրանք պետք է դա կնքեն։ Նկատի ունեմ, որ երևի քաղաքական որոշում է գերիների ազատ արձակման։ Այո, քաղաքական որոշում է, եւ ինչպես մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն է որոշում բոլոր հարցերը, ոչ թե Հայաստանի իշխանությունները, կատարողի դերում են, կատարողի կարգավիճակում են, եւ հետո, ասենք, այս ընթացքում Սուրբեն Վարդանյանի հետ կապված, ցապես բոլորի այնտեղ կան
գերիներ, որ ընտանիքների մենք ճանաչում ենք, այցելել ենք եւ այլ։ Հիմա պահվող գերիների Այնտեղ Բաքվում, ասենք, կան Ստեփանակերտից կա օրինակ։ Ես չեմ տեսել, որ, չէ, մենք չենք տեսել, որ իշխանությունները որևէ խոսք են ասում դատապարտող, ազատ արձակելու մասին։ Դա շատ վտանգավոր, դա իրանց համար վտանգավոր է, չշեղվել ընդհանրապես։ Կամ վերջին մի երկու անգամ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դա բանը կտանքների են ենթարկում, չոր Իրանին։ Բայց դա ուղղակի ոչ թե իրան դա հուզում է, այլ ուղղակի որ իրենից կարող է նաև իրեն վտանգ հասնել, չէ՞, ասենք այնտեղ ցուցմունքներ են, չնայած ես ձեզ ասեմ, որ այդ ցուցմունքները դրանք անթույլատրելի ցուցմունքներ են։ Այդ ցուցմունքները չեն կարող ապացույց հանդիսանալ բռնության ոչ մի միջազգային ատյանում դա չի կարող ճանաչվել որպես ապացույց։ Դուք շատ կարևոր հարց եք, Տիկին Ալեքսանյան, ինչու, որովհետև մենք այս օրերին տեսնում ենք, որ մեր հայրենակիցներին Ադրբեջանը խոշտանգումների, հոգեներգործուն արգելված միջոցների կիրառմամբ հարկադրում է ասել բաներ, հա, որ Հայաստանը զենք է տվել, որ Հայաստանի բանակն է եղել Ղարաբաղում եւ այլն, օկուպացիան, այսպես ասենք, հիմնավորել։ Դա ինչ շարունակություն է։ Հիմա ես ձեզ ասեմ, քանի որ Հայաստանում խոշտանգումների դեպքերը երբեք չեն բացահայտվում, որևէ մեկը չի պատժվում։ Եզակի դեպքեր կան, եթե Վեժրաբեկ դատարանը երևի 1-2 դեպք կայացրել է որոշումներ, անթույլատրելի է ճանաչել այդ ապացույցները։ Խոշտանգումներով ձեռք բերված ապացույցները չեն կարող թույլատրելի համարվել ու չեն կարող դա ճանաչվել որպես իրողություն։ Իսկ մենք տեսանք Ռուբեն Վարդանյանի կապտուկները, դեմքի այդ վնասվածքները եւ դա ցուցադրաբար է արվում։ Դա մի ամբողջ իրոք մեր դեմ, ժողովրդի Հայաստանի դեմ է, իրոք ես լրիվ համաձայն եմ այդ հայտարարություններին։ Եվ չեմ կարող չնշել, ես գրառում էի արել իհարկե, թե ինչպես էին այստեղ, ինչպիսի արձագանքներ էր իշխանամերձ շրջանակներից, հատկապես արևմտամետ, այն որ արժեքներ, մարդու իրավունքներ, որոնք թույլ էին տալիս իրենց տարածած լուսանկարների տակ հայհոյանքներ տեղալից, անուններ չեմ ուզում տալ, բայց հաջորդ անգամ անուններ եմ տալու։ Դուք ոնց ինչ արևմտամետ, դուք ոնց կարող եք արևմտամետ լինել, երբ որ խոշտանգված մարդուն, որը նոր են ցույց տվել, դուք իր լուսանկարը հենց այդ խոշտանգված տարածում եք ու տակը հայհոյանքներ, միայն հայհոյանքներ, ուրիշ ոչ բան, իրենց ֆեյքերը, թիմերը, իշխանության եւ այլ հասկանում եք անբարոյական այսպիսի վիճակ է Հայաստանում, ասենք գտակարեկցանքի, ցավակցական, լավ դուք այդքան քաղաքականացված եք, որ մարդը գոյություն չունի, ասենք այդ աստիճանի ուղղակի ցնցող է այդ ուղղակի այդ արևմտամետ զոմբիները, ես կարող եմ այդպես ասել։ Ես չեմ տեսնում նրանց մեջ արևմտամետների։ Ռուսական քաղաքականության խոնար ծառա Նիկոլ Փաշինյանին աջակցող ուժերը արևմտամետ է, բայց չեք հանդուրժում այս ամեն ինչը հայցերից հրաժարվող, ասենք, պատկերացնում եք, իսկ հայցերից հրաժարվելը դուք ոնց կարող եք ողջունեք։ Իսկ ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել հայցերից, երբ որ մենք տեսանք անհայտ կորածների ընտանիքներին, որ դուրս էին եկել փողոց, մենք կան բազմաթիվ տուժվածներ, իսկ խոսել է որևէ մեկի հետ, այդ ընտանիքներին ասել է, որ ինքը հայցերից հրաժարվում է, դրանք քիչ չեն, ուզում է մեկ մարդ լինի, դա ինչ մարդ, լավ կարելի է այդքան ասենք ադրբեջանամետ, այսինքն լրիվ ադրբեջանական, թուրքական իշխանություններին ծառայել, ես ուրիշ բառով չեմ կարող դա ասել, եթե այդքան տուժողներ, դուք գիտեք, մենք ուրեմն երբ որ բռնի տեղահանություններ, ցեղասպանական գործողություններ կամ էթնիկ զտումներ, մենք 25-ից հենց առաջի օրվանից հավաքել ենք, փաստահավաք աշխատանք ենք կատարել։ Եվ մենք ընտանիք ենք այցելել, որտեղ 4 տղամարդ է սպանվել, 4 տղամարդ Սարուշեն գյուղից։
ես հիմա թիվը չեմ հիշում, թե ինչքան էին, եւ ճանապարհին հիշում եմ մոտ 80-ներով է, բայց տեղահանության ժամանակ ինչքան մարդիկ են այնտեղ կամ Սառնախբյուրի գյուղապետը, գյուղապետի հայրը 15 տարեկան տղան, ասենք այդ մարդիկ իրավունք չունեն, այդ հայցերը ոնց կարելի է հետ վերցնել։ Այն որ միջազգային կազմակերպությունները ընդունեցին, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, դու ինչ միակ հերքողը Հայաստանի իշխանություններն են։ Դուք լսել եք, որ մեկնումեկա օգտագործի էթնիկ զտում բառը։ Ես հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեղահանման ժամանակ ասում էր նրանք անվտանգ են։ Հենց այդ ժամանակ սպանում էին այդ մարդկանց։ Երբ որ Ստեփանակերտը շրջափակել էին, մենք ունենք այդ բոլոր բաները, եւ մարդիկ վիրավորներին չէին կարողանում հասցնել գյուղերից ադրբեջանցիները փակել էին Ստեփանակերտ տանող ճանապարհը, մարդիկ եթե չգիտեին, անտառներով չէին գնում, ուրեմն այդպես իրենք սպանվում էին այնտեղ։ Ու հենց այդ պահին Նիկոլ Փաշինյանը ասում էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման, որ ամեն ինչ անվտանգ է եւ խաղաղ է։ Տիկին Ալեքսանդր, ես ուզում եմ բերել իշխանության տեսանկյունը այս միջազգային դատական հայցերի հետ կանչման վերաբերյալ, եթե շատ խտացնեմ, այսպես երկար չպատմեմ տեքստը ամբողջությամբ, ասում եմ, որ ուռճացված սպասելիքներ կան այդ միջազգային հայցերից, այսինքն Ալիևին չեն դատելու, որևէ մեկը թող ակնկալիք չունենա։ Օրինակ Արսեն Թորոսյանն այսօր դա էր ասում, առաջարկում եմ դիտել հարցազրույցը, այսինքն նույնիսկ եթե որոշումներ լինեն այդպիսի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, դրանք կարող է չկատարվեն, մինչդեռ պահը բաց չթողնենք խաղաղություն հաստատելու։ Որտեղից ինքը գիտի, որ դրանք հետևանք չեն ունենալու։ Դե օրինակ Պուտինի դեմ էլ կա որոշում, Բայց այդ խիղճը, բայց այդ մարդիկ կան, չէ՞։ Այդ ընտանիքները կան, չէ՞։ Ինչ երևակայական մտքեր է հայտնում Արսեն Թորոսյանը։ Այդ իրենց արդարացնելու ամենատարբեր ձևը գտնում են ամենաանմարտկային իշխանությունը։ Բարոյազուրկ անմարտկային։ Ոչ, ես չգիտեմ, չենք ունեցել այսպիսի, հասկանում եք, այսպիսի իշխանություն բացահայտ ծառայելու ադրբեջանական թուրքական իշխանություններին։ Այսինքն, ինչ ասեցին, իրանք ոնց ինչի համար բազմաթիվ հայցեր են նաև պատրաստվում ներկայացնել, իսկ քաղաքացիների հայցերը ինչ են անելու։ Իրեն թող Նաստրադամուսի տեղ չդնի Արսեն Թորոսյանը եւ իր կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում։ Քաղաքացիների հայցերը կարող են արգելել, ասենք, մի տեսակ Չի կարող, բայց ուղղակի երբ որ պետությունն է, հասկանում ես, օրինակ ես երբեք պետությունը ես չեմ հավատում, որ որևէ իր քաղաքացուն կպաշտպանի։ Հայաստանի որևէ քաղաքացուն, չեմ ասում արցախցիներին, առավել եւս չի պաշտպանի։ Եվ այդ հայցերը վերցնել այդ մարդկանց լրիվ հուսահատեցնել, այդ ծանր բաները կրած մարդկանց, այդ տառապանքը կրած մարդկանց մի հատ էլ ասել, որ դուք ոչ մի հայց չկա, ոչ մի ման չկա, Ադրբեջանը այդպես անպատիժ պետքա մնա ու Հայաստանին էլ երևի ագրեսոր կճանաչեն եւ դրա տակ էլ կստորագրի երևի Նիկոլ Փաշինյանը։ Ոնց կասեն էլի։ Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները կարող է դատի տալ, եթե միջազգային հայցերը հետ կանչվեն, այ արցախցիները ինչ ակնկալիք ունեն այս միջազգային հայցերի հետ կապված, Տիկին Ալեքսանդրյան, որ կարող են դրանք անտեսվել, եթե հայցերը հետ կանչվեն, եւ ինչ կասեք այս հայտարարության վերաբերյալ։ Ես կարծում եմ, գիտեք, այստեղ իհարկե ես քաղաքագետ չեմ, որ քաղաքագիտական վերլուծությանը զուգահեռ ես դա տանեմ, բայց այն որ այդ էթնիկ զտման հարցը նույնիսկ ցեղասպանության հարցը բարձրացվել այդ հենց համատեքստը ոնց կարելի է դա կարող է ես համաձայն եմ թող դիմեն Հայաստանի իշխանությունների դեմ բարձր որ հետ են կանչվելու չգիտեմ ենթադրում եմ որ ստորագրելու են այդ բանը եւ բայց ինչ պետք է անեն բայց ոնց կարելի է ասենք ոնց կարելի է սպանությունները, այդ դեպքերը, այդ որ իրանց բնորանից, իրանց տնից, տեղից, որ ամեն ինչ այդ մարդիկ կորց դա անպատիժ մնա։ Ոնց կարող է տենց լինի։ Այդ հո Արսեն Թորոսյանի ասելով չի որ ոչ մի բանի չեն հասնելու։ Իշխանության ասածը սա է, եթե շատ դաժան է այդ սցենարը, բայց
եթե հանուն խաղաղության արժի գնալ նման զիջման, ինչու չգնանք։ Ինչ իսկ ոնց ինչի պետք է գնալ զիջման։ Հանուն խաղաղություն։ Բա իսկ արդարադատությունը խաղաղության մեջ չի մտնում, արդարությունը, արդարադատական հարցերը դրանք խանգարում են խաղաղությանը, արդարադատությունը խանգարում է խաղաղությանը, խոչընդոտ է։ Ոնց կարելի է թողել մի հատ Արսեն Թորոսյանի հարազատների հետ լիներ, տեսնեմ այդպես կխոսեր ինքը։ Ինչ խաղաղություն, մենակ այդ հայցերն են։ Մնացածներ կիմանանք դեռ ինչերն են։ Մենք տեսնում ենք այդ պատրաստակամությունը Նիկոլ Փաշինյանի հանձնվելու եւ բոլոր պայմաններին, փաստորեն այդ 17 պայմանները, դրանք Ադրբեջանի այդ պահանջները Ադրբեջանի պահանջներն են, չէ՞ բավարարվել։ Ինչ ոնց կարելի էր հրաժարվել։ Դա ինչ կապ ունի խաղաղության հետ։ Ես չգիտեմ, այդ հայցերը Ադրբեջանը ուզում է իրեն ապահովագրել, ապահովել եւ բոլոր այն վտանգներից, որ կարող է այդ հանկարծ Ադրբեջանի վախը Տիկին Ալեքսանյան, որ նրանք այսպես առաջ են քաշել որովհետեւ դա օրինականացված չի, ուժի մեթոդ միջոցով է ինքը գրավել մարդկանց տեղահանել, սպանել եւ ոնց դա կարող է օրինական լինի։ Դա օրինական է ճանաչում միայն Արսեն Թորոսյանը իր թիմի հետ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնց համար որևէ սրբություն չկա, բացի իշխանություն մնալու, ես միշտ մտածում հանուն ինչի է անում։ Ու մեկ այդ հանուն այդ իշխանության մնալու, այ անպատկառներ, դուք ոնց կարող եք մնալ այս ամեն ինչից հետո իշխանության, անամոթներ ուղակի, հեռացեք այդտեղից ինչ որ արել եք հերիքա, որն է շարունակությունը։ Ես անցյալ օրը Մանվել Սարգսյանի հոդվածը տեսա, տեսաք դուք այդ հոդվածը, որ լուրջ վերլուծաբանն է քաղաքագետ։ Եվ այդ վտանգները սահմանադրության փոփոխությունում իշ գտնում են մեկին, որը պատրաստական գալի ասում է ես կգրեմ այդ նոր սահմանադրությունը տարածաշրջանայինս Նիկոլ Փաշինյանի։ Գիտեք ոնց որ ես ուրիշ երկրում ապրեմ։ Կամբոջայում, չգիտեմ որտեղ ոնց որ ապրեմ, ինչ որ մի հատ ինչ որ մեկը որ ղեկավարում է մեզ, որը մեր հետ չի, բացարձակապես։ Որը մեր դեմ է այդ ամեն ինչը։ Ինձ ամենաշատ սպանում է Արարատ Միրզոյանի պրետենզիաները, հավակնությունները, իր ծափահարությունները է ինքը ուզում, որ ամեն ինչ այնպես են արել, որ իրաց մնում է միայն ծափահարել էլի։ Ցեղասպանագետը դրած ժխտում են ցեղասպանությունը։ Ժխտել բառը չի ասում, բայց ամեն ինչ տանում են ցեղասպանությունը եւ ինչ։ Այդ իշխանությունը ո՞նց կարող է մնալ այստեղ։ Եվ գիտեք, ու ես արձանագրում եմ, որ իրանց ոչ վարկանիշ է հետաքրքրում, կարևոր այդ պլանն է, որ իրանց առաջ դրված է, որ իրանք անեն։ Ոչ վարկանիշ, ոչ բան, որ ասում են 10% վարկանիշ է, չգիտեմ, ինքն բացարձակ ոչ մի նշանակություն չունի իրանց համար։ Իրանք ուզում են մեզ պետքա իրանք դաստիարակեն, որ մենք հերքենք ցեղասպանությունը, Արարատ լեռը հենց որ տեսնեք, իմիջիայլուց անցյալ օրը գնացել էի բան հյուրանոց հրապարակի Մարիոտ։ Ահա, Մարիոտ Արմենիա, կարծում եմ թե Արարատանը։ Ունդեղ լիքը ինչ որ sense բաներ տեսա գրած Արարատը ու կանգնել եմ sense նայում եմ, մտածեցի ինչ կանգնեցի ու հիշեցի որ այդ Արարատի ասոցիացիաները Դա մասնավոր մտածեցի, բայց դեռ չեն ոչնչացրել այս Արարատ գրությունները եւ այլն։ Ու սա ինչ է, օրինակ, սա ինչ է, սա ինչ քարոզ է։ Դու այ փոքրիկ Նիկոլ, դու ինչ կարող ես, այսքան է, դու ինչ կարող ես անել։ Դու պետքա վերադաստիարակես այս ժողովրդին, ու ինչքան ամբարտավան պետք է լինես, անամոթ պետքա լինես, որ այսպիսի հայտարարություններ անես։ Որ իբր ինքը որ Արագածի նկարը իր գլխավերում դնեմ, մենք բոլորս պետքա դնենք այդ իր հոգեբանությունը, նախկինների հոգեբանությունը, խորհրդային հոգեբանությունն է, խորհրդային շրջանի, հասկանում եք, ու ինքան տարօրինակ այն համար, որ ինքը ասենք 40 անցա, ասենք շատ չի ծերացել, բայց ասենք կրում է ինչ հոգեբանություն ունի, էլի, ինչա մտածում։
Տիկին Ալեքսանյա, եթե այդ հայցերը հետ քաշեն, օրինակ Արցախի մեր հայրենակիցները իրենց իրավունքների պաշտպանության ինչ մեխանիզմներ են ունենում, անհատական հայցերի հույսին են մնում, ոնց այդ process-ն կա, որ անհատական հայցերով դիմում են, կա այդպիսի process հենց հիմա, որ շատերը դիմում են, եւ կա կարծիք իրավաբանների, օրինակ Ղազարյաններ ասում, որ կարող են հասնել, բայց այստեղ հարցը դա չի, որ անհատները դիմեն, էլի, այլ ուղղակի այդ ագրեսիան Ադրբեջանի եւ այդ բավականին լուրջ աշխատանքներ տարվում են, ասեմ ես, նաեւ միջազգային բաների հետ տարվում են հիմա աշխատանքներ, ես էլ եմ երբ որ հրավիրում են գնում եմ մասնակցում եմ այդ ձևի դե ինչ կորցնել Արցախը մարդիկ կորցնեն իրենց տունն ու տեղը գան ստեղ մուրացկանի կարգավիճակում հայտնվեն լրի մուրացկանի որ են կտրել են աջակցությունները չգիտեմ են կուզեի նաև դրանից խոսենք քան որ դուք հաճախ այցելում եք Արցախ մեր հայրենակիցներ բնականներ եւ շփվում եք ինչ վիճակի կա նաև այսպես տեղեկություն որ կարող են այդ 40000 դրամների ծրագիրը դե այս ամիս ավարտվում է արդեն այդ մարդիկ կան որոնք դրանով գոնե տանվարձ էին տալիս իրանք իրոք ծայրահեղ ծանր վիճակում ընտանիքներ կան ել չասեմ որ ես դե տեսել եմ մարզերում ինչ վիճակի մարդկանց են տարել գցել մարզեր որոնք մենք հետո այդ վարկերը այդ հիմա այդ վարկային խնդրեմը կա որ վարկ ունեցողներ արցախցիները պետությունը որ ասել էր որ պետքա այդ վարկերը մարի չի մարում եւ իրանք չեն կարողանում այդ տուն գնել այդ տված ասենք մարզում որ հնարավոր է եթե ինչ որ մի փոքր բան գնեն դա չեն կարողանում անել իրոք հաշմանդամներ դուք տեսաք մենք էլ ենք արել այդ նյութերը Դիլիջանի այդ բանով որ անջատել էին լուսերը այդ մարդկանց վրա այդ ցրտին պատկերացնում եք ասենք այդ ցրտին սառնամանիքին գազը եւ հոսանքը անջատել էին եւ այդ մարդիկ մնացել էին այդ բանի մեջ մենք մի 3 ընտանիքի մասին մենք հրապարակումներ արեցինք բայց այնտեղ կային շատ ծանր վիճակում էլի մարդիկ որոնք բայց մեկը սոցիալ-նախարարությունը ասում է որ իրանք մենք տեղավոր մենք թող գնան բայց տեսանք որ այն մարդուն չեն տանում որ ուզում էր գնալ այսինքն բացարձակ եւ բացահայտ անտարբերության են մատնված այդ մարդիկ ու եւ իրոք շատ ծանր իրավիճակում են հայտնվել մենք հիմա լսում ենք բազմաթիվ բողոքներ իսկ Տիկին Ալեքսանյան շատ են եւ մենք այդպես էլ չիմացանք այդ օգնությունները որ աջակցություն որպես տրվել էին այդ ֆինանսական օգնությունները արցախցիներին ինչ եղավ ոչ մեկը հաշվետու չեղավ թե ինչ ծախսեր են արվել արցախցիների համար եւ ուր են այդ գումարները մենք չգիտենք դրա մասին Նրանք կարծես նաև Արցախի մեր հայրենակիցները զգուշանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելուց այն մտավախությամբ, որ կարող են զրկվել իրավունքներից Արցախում։ Չէ, բոլոր մեծ մասը հիմա դիմում է։ Դիմում են։ Այո, դիմում են եւ գնում են եւ շատերը, օրինակ, նայեք, ասենք զինվորականները։ Գնայդ, որովհետեւ դա բնակարան ունենալու Միգուցե անբավարար, բայց միջոցներ։ Հա, դիմում են, սկսեցին դիմել, ճիշտ ասած, հիմա չգիտեմ ինչքան է ասել թվերը, բայց օրինակ ես գիտեմ մարդու, որը զինվորական ծառայություն է անցել, ու 16 տարի եղել է հրամանատարական կազմում, բայց որ եկավ այստեղ, իրան ուղարկեցին, ես իմ պետքա ինքը գրանցված լինի, այսինքն եթե դու զինվորական սահմանա պետքա գնաս ասեմ նաև այդ զինծառայության մասին օրենքում ինչ որ ժամանակահատված կա, կարծեմ եթե դու 8 տարի արդեն ծառայել ես, դու այդ սահմանային բանում կարող ես չծառայել։ Ընդ որում մարդ, որը իրոք բոլոր պատերազմներին մասնակցել է եւ այլն։ Ի վերջո, օրինակ նա ուզում էր գնալ ծառայել, ուզում էր որ այսինքն բայց իրան ուղարկում էին Վարդենի, չգիտեմ, իսկ ստեղ ընտանիք, դժվարություններ, փոքր երեխաներ Մի խոսքով, բայց հիմա ոնց որ գնաց որ մտնի բանում ծառայի քաղաքացիությունը պետք է ընդունի, այսինքն ստիպված շատերը արդեն ընդունում են։ Գիտեք ինչ հոգեբանորեն է շատ դժվար հրաժարվել Արցախի։ Մարդկանց թվում է թե դա իրենց անցյալից ժառանգությունից զրկելու այո միջոց է։
Իսկ աջակցության ծրագրեր կան բաց այդ 40,000 դրամը, այսինքն Այդ զբաղվածության էլ չէ հիմա արդեն այս ամսից ապրիլից արդեն չեն ստանալու այն աջակցությունները ու եզակի մարդկանց են տալու, որոնք հաշմանդամություն ունեն, ինչ որ ավելի դվազ գումարներ էլի։ Դե չգիտեմ, շատ դժվար է։ Ես չգիտեմ, ամեն դեպքում Արցախի հարցը լուծված չի եւ Ալիևի անհանգստությունները տեղին են նախ ուզում է Հայաստանի սահմանադրությունից հանի այդ հղումը, չգիտեմ եւ մնացածը եւ երբ որ դա ինքը կորինականացնի, այսպես ասած, ինչպես իրանք են պատկերացնում ինքը եւ Նիկոլ Փաշինյանը։ Վերջին շրջանում սկսել են խոսել անցումային արդարադատությունից, Ադրբեջանի նախագահի օգնականը եւ Հայաստանի իշխանություններին կոչ են անում ոչ թե միջազգային արշավ տանել այս դատավարության դեմ, հենց ես ուղիղ եմ բերում, այլ համագործակցել պատերազմի հանցագործներին վերադարձնելու ուղղությամբ, այդ դուք Ադրբեջան եւ անցումային արդարադատություն, եթե իրենք այդպես անցումային արդարադատության կողմնակից են եւ այդ գաղափարի կրող են, շատ հետաքրքիր է, էլի, համագործակցությունը ինչու են ուզում հրաժարվել միջազգային հայցերից։ Չէ՞ որ ադրբեջանցիները։ Չէ՞ որ միջազգային դատական ատյանները ամեն դեպքում չեզոք են, իրենք փաստերով կառաջնորդվում են եւ այսպիսի դատավարություն չեն։ Բայց պետք է անեն, նախով է Ադրբեջանի ճանաչում ազատ երկիր, իսկ այս երկիրը ինչ ասենք, Նիկոլ Փաշինյանը տարել է լրիվ ոչ ազատների ցուցակում ենք, չէ՞, հայտնվում Freedom House-ի այսպես կիսով, հա, կիսով, բայց մյուս տարին ցույց ոչ ազատներում կհայտնվենք արդեն էլի։ Ադրբեջանը ինչ բռնատ իրական հետո ինչ որ Ալիևը տենց խոսում է։ Դա ինչ իրան չի հետաքրքրում այդ միջազգային բաները, ու տեսնում ենք հարցերը փողով է լուծում։ Եվ ասենք եթե ինքը նույնիսկ անցյալ անգամ մի հատ կոնֆերանսի մասնակցում New York Times-ի թե Washington Post-ի թղթակցի բան են գումարներ են վճարում, որ իրենց օգտին հոդվածներ են գրվում։ Մենք այդ գիտենք, որ Ադրբեջանը փողով լուծում է, բայց ես մի բան եմ գնահատում Ալիևի մեջ, որ ինքը ամեն ինչ անում է իր երկրի համար։ Ամեն դեպքում, այն ինչ որ ինքը անում է, իր ճիշտ է թողնենք այդ որ մարդիկ այնտեղ ահա որ այդ բանը չկա, այդ արժեքները չկա, մարդու իրավունքներ եւ այլն։ Բայց ամենայն դեպս ինքը իր երկրի հողը ազատում, տարածում, մեր իշխանությունները անում են մեր դեմ, մեր երկրի դեմ ու մեր քաղաքացիների դեմ։ Հասկանում եք տարբերությունը որն է։ Նրա դեմերը ուրիշ են, այս դեմերը ուրիշ են, հայցերից հրաժարվել, այդ մարդկանց թողնել փողոցներում, այդ բողոքող, այդ տուժող, բայց դուք ուր է քո մարդասիրական մի հատ կանչի այդ մարդկանց ասա Արսեն Թորոսյանին բեր թող ասի ինքը ոնց որ լավ ասում հանուն խաղաղության ու դա կոչվում է հանուն խաղաղության այդ որ դու իրանք բացարձակ անտեսում են մարդկանց նայեք ես մի հատ օրինակ բերեմ բանակում հիմա զորակոչում են հիվանդություններով զորակոչիկները գնում են ծառայության օրինականացրել է հիվանդ զինվորների բանակ տանելը Նիկոլ Փաշինյանը եւ ոնց ինքը դա հիմնավորեց ասեց հենց գալիս է զորակոչի ժամանակը հիվանդությունների փունջ է հայտնվում դա բամբասանք է էլի դա հիմնավորում չի դա փողոցից միտեղ լսել է ու եկել է ինքը դրա մասին խոսում է ասենք արդեն բազմաթիվ ընտանիքներ են մեզ զանգել հոգեկան առողջության խնդիրներով ասենք զինվորի հենց հիմա մի զինվորի որը մտավոր հետամնացա իրան զորակոչել են, տարել են եւ հրամանատարը նկատել է, որ ինքը տարօրինակ է, ոչ adekvat է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այդ հրավերին, չեմ կարող պրոստը հիմա ասել, թե անուններ չեմ ուզում տալ։ Եվ իրեն տեղափոխել են հոսպիտալ այդ զինվորին, բայց հիմա հասկանում եք մտավոր հետամնացներին ծաղրում են բանակում, նսեմացնում են, ծեծում են։ Մենք այս ազատ կյանքում ենք տեսնում, որ չէ բանեն տարօրինակ մի քիչ դրսևորումներով մարդուն կարող են հա այլ վերաբերմունք ունեն դուք պատկերացրեք թե բանակում դա ինչ է դու ինչի ես հիվանդ զինվորներին զորակոչե բանակ
Դուք նոր ընդունեցիք Դավիթ Տոնոյանի ժամանակ էր մեր օրենսդրական նախաձեռնություններ դա, քանի որ Յուրի Բրոյանի դեպքը դու հիշում ես, որը մտավոր հետամնացեր եւ ինչերի միջով անցավ բանակում, այդ դեպքից հետո Տոնոյանը տարավ կառավարությունը եւ այսպես կոչված վարչապետի կառավարությունը հաստատեց, որ չպետք է զորակոչվեն բանակ։ Ես այդ օրը գնացել էի հոսպիտալ Կանազի ու տեսնում էի, որ ինչքան ուրախ էին զինվորները, որ այդ որոշում եղել էր ծնողները, ընտանիքները, որ իրանց հիվանդ երեխաներին գրել կարդալ չիմացող երեխաները, adekvat ռեակցիաներ չտանող, ու ինքը իր համար հանգիստ նստել է, ասեն գալիս ասում է բանը փունջը հայտնվում, դու ուսումնասիրել ես, կամ քո պապիկյանը ծանոթ, հա, կամ դուք ընդհանրապես զինվորին մարդու տեղ դնում եք, կամ որևէ մեկին։ Կամ որ պապիկյանը ասում է բոլոր չբացահայտված դեպքեր մահվան չկան բանակում։ Գլխավոր դատախազն ես, ով ես, ինչ տվյալներ ես ասում։ Այդ ստելու արվեստը, այսպես ասենք, արհեստը իրանց մոտ էլի ավելի շուտ։ Պարոն Քյարամյանն էր ասում, որ շատ արագ բացահայտ։ Հա։ Դե Քյարամյանը իրանց ամենասիրելի կադրն է, չէ՞։ Պաշտոնազրկված այսպես։ Հա, բոլոր դեպքերում նա անկրկնելի մի խոսքով։ Շնորհակալ եմ Տիկին Ալեքսանյան, եթե ավելացնել բան ունեք, խնդրեմ։ Չէ, ինչ ավելացնեմ, շուտ ազատվենք այս իշխանություններից ու փրկենք մեր երկիրը։ Ես դա եմ ուզում։ Ես հիմա տեսնում եմ, որ ուրիշ կերպ հնարավոր չի։ Ես այսպիսի բանի չի եկել, այսպիսի եզրահանգման, բայց ես այդ տառապանքները, որ ամեն օր առավոտ արթնանում ես ու մտածում ես, այսօր էլ մի բան բերելու են քո գլխին, վախենում եմ մամուլը նայեմ նույնիսկ, այդտենց տագնապով էլի, որ դու չգիտես երբ ինչ կասեն այս մարդիկ, ինչ ուզենան, օրենքները շրջանցեն, ոնց ուզենան Հայաստանի եւ հայերի հետ վարվեն։ Շնորհակալ եմ Տիկին Ալեքսանյան զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ժաննա Ալեքսանյանին։